Պարոն Սիմոնյան, Սերժ Սարգսյանը հայտարարել է, թե քաղաքական ուժերից եւ քաղաքասարակությունից բացի իշխանափոխության համար մեծ դերակատարում ունի իրավապահ համակարգը, կայացած ես համարում եմ այն ինստիտուտները, որոնք ճիշտ որոշումներ են կայացնում, ոչ թե ելնելով այս ամիս մեզ կֆինանսավորեն, թե ոչ այլ երկրի շահերից, ինչ է նշանակում իրավապահ իշխանափոխություն, իրավապահ համակարգի դերակատարումը, ըստ ինչ նկատի ունի։ Արդյոք սա նշանակում է, որ 2018 թվականին ինքը նորմալ չի ֆինանսավորել իրավապահ համակարգին, դրա համար իշխանափոխություն է տեղի ունեցել, սա մեկ։ Երկրորդը, ես գնահատում եմ Սերժ Սարգսյանի այդ վերջի ելույթը, որից դուք անընդհատ փորձում եք մեծ բերում անել, Ռոբերտ Քոչարյանի հետ բաց պայքարի շփման մի նոր փուլ, եւ չեմ ուզում մատի եւ մատանու արանքան գնեմ, իրանք երկվորյակ եղբայրների տրամաբանությամբ ապրել են եւ երկվորյակ քաղաքական եղբայրներ են եւ ես չեմ ուզում իրանց ընտանեկան հարաբերությունների մեջ խառնվեմ, թող դրան պատասխանեն մեր պատիվ ունեմ խմբակցության ներկայացուցիչները, հետո իրանց պատասխանեն Հայաստան Դաշնքի խմբը։ Գիտեք ինչ, Սերժ Սարգսյանի քաղաքական պատմական էջը վաղուց փակված է բոլոր հարցումներով իր վարկանիշը, բացասական վարկանիշը, 3 ամենավատ բացասական վարկանիշ ունեցող մարդ կա, առաջի եռյակի մեջ ինքն է Ռոբերտ Քոչարյանը, երրորդի անունը չեմ ուզում տամ։ Ինչո՞ւ։ Նիկոլ Փաշինյանն է։ Չէ, Վարդուր Վանեցյանն է, որ հարցնում եք։ Վերջին այդ 3 ամենավատ վարկանիշ ունեցող մարդով թող իրանք իրար հետ շփվեն, թող իրանք իրար հետ կռվեն, բարիշեմ, ասել եմ, վլյուբլայտիս, տապիտիս, ռազվադիտիս, ինչ ուզում են թող անեն, հայ ժողովրդին հանգիստ թող։